Այս անգամ օգնության կանչը Շիրակի մարզի հեռավոր Հառիչ գյուղից էր։ Իշխան Երանոսյանն էր նամակ գրել, կյանք խնդրելով իր համար։ Գործիցս տուն եկա, պատական հազացի, առնահոսեցի, դրանք գնացինք ստուգմանոր, ազոտս հելել էր արդեն 550։ Ուտից սկսվավ իմ դաժան օրերս։ Այս տանն է ապրում 40-ամյա Իշխան Երանոսյանը, 4 անչափահաս երեխաների հայրը, մարդ, ով ժամանակին շինարար էր, ուժեղ, աշխատասեր, ընտանիքի հենասյունը։ Այսօր նա շնչում է թթվածին մատակարարող սարքի օգնությամբ ու պայքարում ապրելու համար։ Իշխանը երիկամային անբավարարություն ունի։ Բժիշկները նշանակել են անհապաղ երիկամների փոխպատվաստում։ Բժիշկները ասեն, որ միակ քու բուժումը փոխպատվաստումն է, որ կուրիստեղ են դոնոր է կանգնե, ես այդ ֆինանսականը չունիմ, որ դոնորից կրանամ տանիմ, անալիզներն ասնի, նույնպես ես պետք է անցնիմ, պիտի կսեն ահագին գումար է։ Մենակ դոնորի անալիզներն ասնելու իմս միլիոն ավել փող է։ Ուղղակի խնդրեմ, որ իմ տղայիս օգնություն եղնի, ես ճգնաժամից ինքը դուրս գա իրան ընտանիքի, իրան երեխանց գլխին եղնի, ես չտեսնիմ իրան այդ դաժան օրերն, որ ես տեսել եմ, թող իմ թշնամից չտեսնի այդ օրերը։ Տղամարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է միայն հաշմանդամության 37,000 դրամ թոշակ, իսկ անչափահաս երեխաների նպաստը 48,000 դրամ է։ Ընտանիքի կյանքը գլխիվայր շուռ է եկել հատկապես այն բանից հետո, երբ իր վիճակն ամիսներ առաջ կտրուկ վատացել է։ Այժմ ֆիզիկական աշխատանքը հակացուցված է։ Փող վաստակել այլևս ոչ մի կերպ չի կարող, բայց ընտանիքը պիտի ապրի, դեղերը պիտի գնվեն, տունը պիտի տաքացվի։ Հայրս տավոր եմ, ռեմոնտ կինեմ, տարբեր գործը շինարարության մեջ ինչ որ կա։ Ինչ որ կպատկանե շինարարությանը, հիմքից սարքեմ, հանեմ, բալին կփակեմ, տամ տիրոջս եմ գնա քեզ համար դուրս բաց բայլեմ։ Ու այսօրվա օրն էլ իմ դուրս ես իմ դիզերովս փակել եմ։ Երկու տղաները դպրոց գնալու փոխարեն ստիպված շաբաթական գնում են Արմավիր քաղաքան անելու։ Փոքր ձեռքերը օրնիբուն հողի մեջ են, որովհետև ուզում են օգնել հորը։ Չեն բողոքում, պարզապես ուզում են, որ հայրն ապրի։ Ինչ վախեր ունեք իր հետ կապված առողջություն։ Վախներն է, որ ամեն բան կգրա վատ անի։ Շատ կապված են։ Հենց նես կմնին դպրոցից մի անգամ բաբա սուրա, մորն է չեն հարցնե թե մամաս, բաբա սուրա, կպայվին դեղ հանակ կենեերները բաց թե։ Ամեն անգամ, երբ Իշխանը վատանում է, երեխաները վախով նայում են մորը, որն էլի բազմաթիվ առողջական խնդիրներ ունի։ Նրանց մանկությունը խառնվել է հիվանդանոցների ու դեղերի հոտին։ Եղեք որ վատենանք այդ վաղտ երեխեք շատ կվախենան, դա նես կենենք գնացեք սենագնիկ նայեք, իր շնչառությունը կտրի բերանից փրփուրգու կա վադնագը գնի գետնի։ Ինոր կպատնայինքը, տեսնից ինչ ստրես կտանին իրան երեխեքը, շատ դժվար է, շատ։ Մանավանդ ծնողի համար, ես կերտամ հետը, հեմոդիալիզ որ կընտուն է ես առավոտները կերտամ հետն, ինքը փոխանագնձի տանելու ես իրան կտանիմ, ես ինչը պտիմանամ ես ես բաների, լիզուն կպնվի չենք կարայել, չենք հասկնա իրան, թե ինչ կխոսի, ինչ օգնություն, մենակ կճվա մանձի պրգեք, կեր ճայել եմ, ես այդ տանջանքներն ինչը ես իրան մորղանա։ Պարտքեր ունեն դեղատներում, Իշխանն էլ արյուն հաճախ է ստանում, 6 անգամ արդեն ընդունել է, ամեն անգամ թեթև հետազոտության համար Երևան հասնելը 30-40 հազար դրամ է արժանում, պատմում է Իշխանը։ Բժիշկները դեղեր են նշանակում, բայց նա հաճախ չի կարողանում գնել, գումար չի ունենում։ Դա դեղերը սպծել է, չեն է տալ, ես տաս կուզեք սեբեր փագի օշելիք տա։ Դեղերն որ չի եղնի շատ կվատենա, ճնշումը գելնի 220-230 ու գիտակցությունը կործուկ է էլի, փոխպատվաստում նոր չեղավ դիտպես, մնա, չգիտեմ, այդ շնչառական սարքերով, դեղերով, Կիսավեր ու խոնավ տանն են մեծանում 4 անչափահաս զավակները, 16-ամյա Մարտինը, 15-ամյա Սարգիսը, 10-ամյա Մարիամն ու 6 տարեկան Էլենը։ Երեխաները հիմա կիսաքաղցած օրերի հաշիվն արդեն կորցրել են։ Այդ թոշակով ու նպաստով է
կա ժամանակորսենք բաներ չենք առնի, իրան մի կերպ յոլա բդեստան կարտոշկով բանով, որ իրան տեղերը հասցնենք աղջիկ ջան չենք կրա, հնարավոր չէ, շտապ օգնության մեջ են, դաժե դտվածին իրան չի օգնի, որ մենք հասցնենք հիվանդանոց Գյումրի կենտրոնը։ Դժվար է, երբ հայրն իրեն մեղավոր է զգում երեխաներին իր հետ տանջելու համար։ Իշխանը վախենում են, որ երեխաներն էլ իր նման տխուր մանկություն կունենան։ Հյուսված է խամրած հայացքով, խոսելն անգամ չի գալիս։ Վտանգս է ձելի, դա թթվածինով առողջականս հայհեդեն մաշելով, պետք է համակերպին բծև ապրի, իշխանաբրա ապրա։ Միաբարատնեսնի մենեսնի, ստեղ է դրած։ Հենց էդի քյորքը պրզնի արդեն խառնեմ տագնապ կկոխեմ էջս, թե ես էդ որ ինչը պետք է ապրեմ։ Խնդրեմ, որ իմ տղայիս օգնություն եղնի, ես ճգնաժամից ինքը դուրս գա իրան ընտանիքի, իրան երեխանց գլխին եղնի, թող ինքը առողջ եղներ, ես ոչ մի բան չէի ուզեմ, մենակ ինքը առողջ եղներ, իրան ընտանիքի կողքին եղնի, իրան երեխեքը մնին իրան ուրախ տեսնին, երեխեքն էլ ուրախանան իրանով։ Երիտասարդ ընտանիքի ամեն օրն իսկական փորձություն է, գոյության պայքար։ Իրենք էլ չգիտեն, թե ինչու կյանքն այսպես ստացվեց։ Պարզապես ճակատագիրն է երես թեքել։ Միայն մի բան է հստակ, իշխանը կարող է շնչել առանց սարքի, կարող է ապրել, կարող է դարձյալ իր զավակներին ուժեղ հեներանը լինել։ Այսօր այս ընտանիքը բոլորիս օգնությունն է հայցում, հույսով, որ գթալու մարդկային զգացումը դարձյալ բարձր արժեք է, որ օգնության ձեռքը չի ուշանա։ Շկաշուտ ոտքի կագնիմ համ հանցի լավ, համ իրանց լավ։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Ավոյան, Սուրանկյուն։